Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության կգան Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծման վերաբերյալ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մոսկվան կրկին հիշել է Հայաստանի հետ ունեցած առանձնահատուկ հարաբերությունների մասին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանին եւ շարունակելու է այդ քաղաքականությունը։ Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր։ Խոսքը Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանի Արարատ ցեմենտի մասին է, իրականացվում է նախաքննություն։ Միացյալ Նահանգների եւ Իրանի զինված ուժերը գիշերվա ընթացքում հրթիռային եւ անօդաչու սարքերով փոխադարձ հարվածներ են հասցրել։ Վաշինգտոնը հայտարարել է Իրանում տասնյակ ռազմական թիրախներ խոցելու մասին։ Թեհրանն էլ պնդում է, որ հարվածել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Ինչ սպասել առաջիկայում։ Հուլիսի 17-ից 19-ը Երևանի Զաքյան փողոցում կանցկացվի Գարեջրի օրեր հոբելյանական 5-րդ փառատոնը։ Կազմակերպիչները խոստանում են տեղական եւ ներմուծվող գարեջրի լայն տեսականի, երաժշտական ծրագիր, խաղեր եւ մրցույթներ։ Փառատոնին աջակցում է Երևանի քաղաքապետարանը։ ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության կգան Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծման վերաբերյալ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մենք նաեւ համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ պայքարելու հիբրիդային սպառնալիքների եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են այնտեղ։ Այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մոսկվան կրկին հիշել է Հայաստանի հետ ունեցած առանձնահատուկ հարաբերությունների մասին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկու երկրներին միավորում են ոչ միայն պատմությունը ու ռազմավարական գործակցությունը, այլև ժողովուրդների միջև ձևավորված մշակութային եւ մարդկային կապերը։ Նրա խոսքով Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանին եւ շարունակելու է այդ քաղաքականությունը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ ընդգծել է, որ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես երկիր, որի հետ Ռուսաստանին կապում են պատմական, մշակութային ու մարդկային խորը հարաբերությունները։ Բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում Զախարովան հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ձևավորվել են դարերի ընթացքում ընդհանուր պատմության, ընտանեկան կապերի, համատեղ ծրագրերի, բիզնես գործակցության եւ մարդկանց փոխկապակցված ճակատագրերի հիման վրա։ Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, թեև անկասկած այդպես է։ Այն նաև պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ, հաշվի առնելով մեր ընդհանուր պատմությունը, մեզ միավորող բազմաթիվ ընդհանուր երևույթները, ընդհանուր ընտանիքներ, նախագծեր, բիզնեսներ եւ փոխկապակցված ճակատագրեր։ Զախարովայի խոսքով երկու ժողովուրդներին միավորում են ոչ միայն պետական հարաբերությունները, այլև մարդկանց մեջ ձևավորված վստահությունն ու փոխըմբռնումը։ Ժողովուրդների մշակույթների անկեղծ սերը, փոխըմբռնումը, սրանք իսկական կապեր են մեր երկու երկրների համար։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան մշտապես աջակցել է Երևանին, ընդգծելով, որ այդ աջակցությունը պայմանավորված է եղել ոչ միայն աշխարհաքաղաքական շահերով, այլև ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններով։ Զախարովան նաև ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարությունը, նշելով, որ նրա նախաձեռնությամբ իրականացվել են քայլեր տարածաշրջանում արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, Հայաստանին բարդ ժամանակաշրջաններում աջակցելու եւ երկրի զարգացմանը նպաստելու ուղղությամբ։ Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, թե անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որքան բան է արել արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, դժվար ժամանակաշրջաններում աջակցություն ցուցաբերելու եւ ամեն ինչ անելու համար, որպեսզի Հայաստանը զարգանա։ Իրականում շատ բան է արվել նաեւ տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության եւ այլ առումով։ Սա մեր մոտեցումն է եւ մենք հետեւողական ենք դրան։
Զախարովան հավելել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական, էներգետիկ, արդյունաբերական եւ հումանիտար գործակցության շարունակական զարգացմամբ, ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունների հիմքում շարունակում են մնալ պատմական հիշողությունը, մշակութային ընդհանրություններն ու ժողովուրդների միջև ձևավորված կապերը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստանը տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա բեռ Ռուսաստանից եւ Ղազախստանից, իսկ Ադրբեջանը նաեւ սկսել է Հայաստանին նավթամթերք մատակարարել։ Օկուպացված Շուշիում անցկացված 4-րդ գլոբալ մեդիա ֆորումում նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի համար դարձել է մատակարարումների հուսալի աղբյուր։ Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր։ Խոսքը Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանի Արարատ ցեմենտի մասին է։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ եւ իրականացվում է նախաքննություն։ Իսկ թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, դիտեք տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող որոշ տնտեսվարող սուբյեկտներ հնարավոր է աշխատում են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թեր հայտարարագրելու եւ անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու սխեմայով։ Ստացված տեղեկությունները իրացնելու նպատակով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել, ձեռնարկել եւ իրականացրել են բազմափուլ հետախուզական միջոցառումներ։ Ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները։ Նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։ Այնուհետև ստացված տվյալները համադրվել են ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների եւ հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Հենց այդ համադրման շնորհիվ բացահայտվել է իրավախախտումների իրական ծավալը։ Մասնավորապես արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա։ Դրանցից 35-ի իրականացած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։ Եվ միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության եւ համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաեւ, որ շուրջ 1 միլիարդ դրամ արժեքով 2.6 միլիոն լիտր դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման եւ շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս։ Համարիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող Երևան քաղաքում եւ Կոտայքի մարզում գործող բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեության մեջ առկա հնարավոր հարկային իրավախախտումներ։ Պարզվել է, որ ընկերությունը շուրջ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ ընկերության կողմից ձևակերպվել են շուրջ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով նախնական տվյալներով պետությանը պատճառվել է եւս շուրջ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ եւ իրականացվում է նախաքննություն։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետեւողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության, հարկային իրավախախտումների եւ հարկերից խուսափելու բոլոր դրսևորումների դեմ, կիրառելով օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ հետախուզական գործիքակազմը, բացահայտելով հարկերից խուսափելու մեխանիզմները եւ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ, պետական բյուջեի եկամուտների լիարժեք հավաքագրումն ու պետության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան Մարտունի Գետանի ավտոճանապարհի 6.5 կիլոմետր հատվածում բախվել են BMW եւ Toyota Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը 6 ամսական տղա երեխա է եղել, որը ուշքի չգալով մահացել է։ Մյուսները պայքարում են իրենց կյանքի համար։ Այսօր եւս մեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխվել 1 տարեկան երեխա բազմակի վնասվածքներով եւ սրտի կանգով։ Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի եւ համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։ Ցավոք վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել եւ արձանագրվել է կենսաբանական մահ։ Ըստ տեղեկությունների երեխան ընկել է 3-րդ հարկից։ Երևան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն ամիսներ առաջ հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ, միաժամանակ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը եւ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք է կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ։ Հայցի հիմքում դրվել են քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքներ։ Հակակոռուպցիոն դատարանի վճռով դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ։ Այլ թեմաների անդրադառնանք Միացյալ Նահանգների եւ Իրանի զինված ուժերը գիշերվա ընթացքում հրթիռային եւ անօդաչու սարքերով փոխադարձ հարվածներ են հասցրել։ Վաշինգտոնը հայտարարել է Իրանում տասնյակ ռազմական թիրախներ խոցելու մասին։ Թեհրանն էլ պնդել է, որ հարվածել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ կողմերի հակասող հայտարարությունների հետևանքով նավերի երթևեկությունը նվազել է, իսկ նավթի գինը բարձրացել է ավելի քան 4%-ով։ Հուլիսի 13-ի գիշերը Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Իրանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով տարբեր շրջաններում խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ ռադարներ, հրթիռային եւ անօդաչու կարողություններ, նաեւ փոքր ռազմական նավեր։ Գործողություններին մասնակցել են կործանիչներ, ռազմածովային ուժերի նավեր, օդային հարվածային անօդաչուներ, իսկ առաջին անգամ նաեւ միակողմանի հարձակման ծովային անօդաչու սարքեր։ Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտները, Օմանում ռադարային համակարգերը, իսկ Հորդանանի արքայազն Հասան ռազմաբազայում վառելիքի պահեստներն ու զինամթերքների տարածքները թիրախավորելու մասին։ Թեհրանի ներկայացրած վնասների ամբողջական ծավալն անկախ աղբյուրներով հաստատված չէ։ Հորդանանի զինված ուժերը հայտնել են իրանական 4 հրթիռ խոցելու մասին, ընդգծելով, որ զոհեր եւ նյութական վնասներ չեն եղել։ Բահրեյնում մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել, իսկ Քուվեյթը հաղորդել է հրթիռներ եւ անօդաչուներ վնասազերծելու մասին։ Հորմուզի նեղուցը բաց է առևտրային երթևեկության համար եւ նավերի տեղաշարժը շարունակվում է։ Ամերիկյան ուժերը պատրաստ դիրքավորված են նավագնացության ազատությունն ապահովելու համար։ Իրանը չի կարող միակողմանի հայտարարություններով վերահսկողություն սահմանել միջազգային ջրային ուղու նկատմամբ։ Մենք գիշերվա ընթացքում ուժգին հարվածներ ենք հասցրել իրանական ռազմական թիրախներին եւ շարունակելու ենք պաշտպանել առևտրային նավերը։ Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը եւ նավերը կարող են օգտվել Օմանի ափերին մոտ գտնվող հարավային երթուղուց։ Ամերիկյան կողմի տվյալներով մեկ օրվա ընթացքում 20 նավ ուղեկցվել է նեղուցով։ Նավերի տեղաշարժին հետևող հարթակների տվյալները սակայն ցույց են տալիս, որ երթևեկությունը կտրուկ նվազել է։ Կիրակի նեղուցով անցել է ընդամենը 6 նավ։ Թեհրանը հակառակն է պնդում։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նեղուցով անցումը ժամանակավորապես հնարավոր չէ, իսկ երթևեկության թույլտվություններ կտրվեն միայն կայունության վերականգնումից հետո։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ զգուշացրել է, որ ամերիկյան միջամտության շարունակությունը կարող է նոր միջադեպերի հանգեցնել համաշխարհային նավթի եւ գազի շուկայում։
Իրանը չի կատարի ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները, քանի դեռ Վաշինգթոնը չի կատարում իր պարտավորությունները։ Ամեն անգամ, երբ մյուս կողմը խախտել է պայմանավորվածությունները, մենք նույնպես համապատասխան քայլեր ենք ձեռնարկել։ Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները խոչընդոտվել են ամերիկյան ճնշման պատճառով։ Մենք կշարունակենք գործել նույն սկզբունքով, պատասխանելով յուրաքանչյուր խախտման։ Նոր փոխարվածներին նախորդել էին հանգստյան օրերի լայնածավալ գործողությունները։ Շաբաթ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերը 140 իրանական ռազմական թիրախ էին խոցել, հրթիռային և դրոնային դիրքեր, զինամթերքի պահեստներ, կապի համակարգեր, առափնյա հսկողության օբյեկտներ և ռազմածովային կարողություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով 3 գիշերվա ընթացքում խոցված թիրախների ընդհանուր թիվը գերազանցել է 300-ը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իրանական կողմը չի հրաժարվի պատասխան գործողություններից և վրեժ խնդիր կլինի պատերազմի ընթացքում սպանվածների համար։ Մենք վրեժ ենք լուծելու մեր նահատակված առաջնորդի և բոլոր զոհվածների արյան համար։ Իրանի դեմ իրականացված գործողությունները չեն մնալու անպատասխան։ Մեր հակառակորդները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր նոր հարված ավելի կոշտ պատասխան է ստանալու։ Իրանը շարունակելու է պաշտպանել իր անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածաշրջանում ունեցած շահերը։ Վերջին գործողությունների պատճառը Հորմուզի շրջանում Կիպրոսի դրոշի ներքո նավարկող GFS Galaxy բեռնանավի թիրախավորումներ։ Նավը լուրջ վնասվել էր և անձնակազմը լքել էր այն։ Հնդկաստանի արտգործնախարարության տվյալներով նավում գտնվող Հնդկաստանի 11 քաղաքացիներից 10-ը փրկվել են, մեկը համարվում է անհետ կորած։ Օմանն էլ հայտնել է անձնակազմի ընդհանուր առմամբ 23 անդամի փրկվելու մասին։ Իրանը հայտարարել էր, որ նավը շարժվել է չհաստատված երթուղով և դրա ուղղությամբ նախազգուշական կրակոց է արձակվել։ Դրանից հետո Թեհրանը կրկին հայտարարել է նեղուցը փակելու, իսկ հաջորդ օրը ևս մեկ նավ չեզոքացնելու մասին։ Ի դեպ Օմանի միջնորդությամբ Հորմուզի երթևեկությունը կարգավորելու բանակցություններն արդյունք չեն տվել։ Թեհրանը բանակցությունների ձախողման համար մեղադրում է Վաշինգտոնին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնում է, թե խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունն ամբողջությամբ փակված չէ։ Վերջին իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել միջազգային շուկայում, հատկապես թանկացել է նավթամթերքը։ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է ավելի քան 4%-ով, հասնելով 1 բարելի դիմաց $79։ Նշենք, որ մինչև պատերազմի սկիզբը Հորմուզի նեղուցով էին անցնում աշխարհում արտահանվող նավի և հեղուկացված բնական գազի մոտ 1/5-ը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ըստ New York Times-ի Իսրայելի հետախուզությունը երկար տարիներ աշխատել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ նրան դիտարկելով որպես Իրանում իշխանափոխության համար առանցքային գործիչ։ Իսրայելական կողմը ֆինանսավորել է նրա ծախսերը և գաղտնի հանդիպումներ կազմակերպել, այդ թվում 2024 թվականին Բուդապեշտում Մոսադի ղեկավարի հետ։ Ինչպես հայտնել է պարբերականը Իսրայելի և Իրանի միջև վերջին պատերազմի օրերին, գործողությունը հասել է իր գագաթնակետին։ Ավիահարվածից հետո իսրայելցի գործակալները Ահմադինեժադին դուրս են բերել Թեհրանից և տեղափոխել գաղտնի ապաստարան։ Սակայն պլանը ձախողվել է, երբ Ահմադինեժադը անհայտ հանգամանքներում լքել է ապաստարանը։ Ինչպես հայտնել է The New York Times-ը, Իրանի նախկին նախագահը հայտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հսկողության տակ և գտնվում է տնային կալանքի ներքո։ Իրանական իշխանությունները բացահայտել են նրա գաղտնի գործակցությունը Իսրայելի հետ, որը տևել է տարիներ։ Միջազգային և տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հրթիռային և անօդաչու հարվածների հետևանքով երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ։ Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակումից 3 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել։ Ռուսական վերահսկողության տակ գտնվող Էներգոդարում ևս 4 մարդ է զոհվել, ևս 4-ը վիրավորվել։ Ռուսական կողմը հայտնել է նաև Սիզրանի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին, որի հետևանքով 1 մարդ զոհվել և 3-ը վիրավորվել են։ Միաժամանակ ռուսական հարվածներից Ուկրաինայի մի շարք շրջաններում 4 զոհի մասին է հաղորդվել։ Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ Զապորոժիայում ԱԹՍ է հարվածել բարձրահարկ բնակելի շենքի։ Հնարավոր տուժածների մասին տվյալները ճշտվում են։
Փարիզի հրեական խոշոր համայնք ունեցող Սարսել թաղամասում շուրջ 300 մարդ է տարհանվել սինագոգի մոտ կայանած կասկածելի ավտոմեքենայի պատճառով։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով մեքենայում իրավապահները ռազմական զինատեսակներ են հայտնաբերել։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։ Կասկածյալի ինքնությունն ու հնարավոր դրդապատճառները առայժմ հայտնի չեն։ Բանգլադեշի 7 շրջանում հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, ևս 39-ը տուժել են։ Տուժած շրջաններում շարունակվում են փրկարարական եւ հետևանքների վերացման աշխատանքները։ Բավի հզոր թայֆունը մոլեգնում է Ֆիլիպիներում, Թայվանում, Ճապոնիայում եւ Չինաստանում, հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Տուժած շրջաններում շարունակվում են արտակարգ եւ փրկարարական աշխատանքները։ Չինաստանում ջրհեղեղի հետևանքով վնասվել է թունավոր օձերի ֆերման, ինչի հետևանքով շուրջ 900 օձ հայտնվել է ջրում եւ տարածվել հարակից բնակավայրերում։ Հաղորդվում են բնակիչների խայթոցների դեպքերի մասին, կան հոսպիտալացվածներ։ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի փաբերից մեկում պայթյունի եւ հրդեհի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 63-ը վիրավորվել։ Նրանցից 22-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Reuters-ի փոխանցմամբ արգելափակված վթարային ելքը խոչընդոտել են այցելուների տարհանմանը։ Փրկարարների տվյալներով տուժածներից շատերը ծխահարվել են։ Նախնական վարկածով հրդեհի պատճառը առաստաղին տեղադրված օդորակիչում առաջացած կարճ միացումն է։ Սա Թայլանդում վերջին գրեթե 2 տասնամյակների ամենամահաբեր նմանատիպ դեպքն է։ Հուլիսի 17-ից 19 Երևանի Զաքյան փողոցում կանցկացվի գարեջրի օրեր հոբելյանական 5-րդ փառատոնը։ Կազմակերպիչները խոստանում են տեղական եւ ներմուծվող գարեջրի լայն տեսականի, երաժշտական ծրագիր, խաղեր եւ մրցույթներ։ Այս տարի միջոցառմանը կմասնակցի 25 գարեջրագործական ընկերություն, իսկ փառատոնին առաջին անգամ աջակցում է նաեւ Երևանի քաղաքապետարանը։ Երևանի կենտրոնում 3 օր շարունակ կանցկացվի գարեջրի երաժշտության եւ ժամանցի փառատոն։ Այս տարի միջոցառմանը կմասնակցի 25 գարեջրագործական ընկերություն, որոնցից 18-ը տեղական արհեստագործական արտադրողներ են Երևանից, Գյումրիից, Սևանից եւ այլ բնակավայրերից։ Այցելուներին կառաջարկվեն գարեջրի տարբեր տեսակներ, դասականից մինչեւ մրգային համերով արտադրանք։ Կազմակերպիչների նպատակն է ներկայացնել տեղական արտադրողներին, խթանել գարեջրագործության զարգացումն ու բարձրացնել հայկական ապրանքանիշերի ճանաչելիությունը։ Նպատակը փառատոնի դա ինչպես գինեգործությունը զարգացնել է, այնպես էլ Հայաստանում զարգացնել գարեջրագործությունը եւ գարեջրագործությունը ունի պատմություն նույնձև ինչպես նաև մեր գինեգործությունը եւ մեր կարգախոսները միշտ ասում են, որ դա մենք չենք ասում, դա քսենոֆոնն է ասել եւ դրանով մենք կարողանանք նաև Երևան քաղաքը հրճակել ոչ միայն գինու մայրաքաղաք, այլ նաև գարեջրագործը մայրաքաղաք։ Փառատոնի տարածքում կգործի 16 խաղային գոտի, կանցկացվեն մարզական, ինտելեկտուալ եւ ժամանցային մրցույթներ, այդ թվում շախմատի, արագ սնվելու եւ գարեջրի գավաթը երկար պահելու մրցույթներ։ Մասնակիցները հատուկ գրքույկներում կնիքներ կհավաքեն եւ կմասնակցեն ամենօրյա խաղարկություններին։ Նախատեսված է ավելի քան 3000 նվեր։ Երաժշտական ծրագիրը կանցկացվի 2 բեմում դիջեյների մասնակցությամբ։ Համտեսի եւ խաղերին մասնակցելու համար գործելու են հատուկ փաթեթներ։ Գարեջրի բաժակով 16 համտեսի կտրոնով եւ խաղերի գրքույկով։ Նախորդ տարիներին ձեռք բերված բաժակները հնարավոր կլինի կրկին օգտագործել։ Այս տարի փառատոնին առաջին անգամ աջակցում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանում միջոցառումը դիտարկում են որպես մայրաքաղաքի իրադարձային զբոսաշրջության եւ տնտեսական ակտիվությունը խթանելու նախաձեռնություն։ Յուրաքանչյուր փառատոն առաջին հերթին մեզ համար դա Երևանը գրավիչ վայր, գրավիչ այցելության վայր դարձնելու նպատակ ունի, դրանով ոչ միայն խթանելով, ինչպես Նունեն ասաց, իրադարձային զբոսաշրջությունը, այլև ինչու՞ չէ նաև խթանելու, խրախուսելու մեր տնտեսությունը, տնտեսական բաղադրիչի ակտիվությունը այստեղ շատ կարևոր է մեր համար, որտեղ բոլոր տիպի փառատոններին շատ տարբեր տիպի մասնակցություն ապահովում եւ հատկապես գարեջրի կամ գինու օրերի փառատոնների ժամանակ ակնհայտ է, որ մենք տեսնում ենք ոչ միայն նոր արտադրողներ, նոր բրենդներ, այլև տեսնում ենք հետաքրքիր զարգացող բիզնեսներ Հայաստանում եւ իհարկե Երևանում։ Կազմակերպիչների խոսքով վերջին տարիներին փառատոնի նկատմամբ աճել է նաև օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ Փոքր արտադրողները հնարավորություն են ստանում անմիջապես շփվելու սպառողների հետ, ներկայացնելու իրենց արտադրանքը եւ արձագանքներ հավաքելու։ Փառատոնը կանցկացվի հուլիսի 17-ին, 18-ին եւ 19-ին Երևանի Զաքյան փողոցում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։